Տիկին Մելանիա, ինչ կպատմեք, հա, ինչ հուշեր ունեք, ինչ տեղեկություններ են ձեր հասել եւ որտեղ են ապրել ձեր պապերը, որոնք զոհ են գնացել 1915 թվականի այդ ոճրագործություններին։ Իմ տատիկս եւ պապիկս Ղարսից են, պապիկս սպանել են թուրքերը, իսկ տատիկս հավաքելով իր երեխաներին, տեկոր, եղբոր երեխաներին 15-ից ավել որբեր բերել է Հայաստան, ճանապարհին իր 4 տարեկան միակ աղջիկը, որին չի կարողացել այդքանին միանգամից բերել, տվել է որբանոց, մահացել է որբանոցում, իսկ այդ հարազատների երեխաներին ինքը բերե հասցրել է մինչև Գյումրի։ Եվ դրանից հետո դառը նրա միակ տղան էլ է ծով է հայրենական մեծ պատերազմի ժամանակ, եւ մինչև հիմա ինքը միշտ լաց էր լինում, ամբողջ կյանքը տատիկս ինչքան ապրեց, ես հիշում եմ նրա ձայնը նստած անընդհատ արցունքներով երգում էր կռունգը եւ հիշում էր այդ զոհված իր որդուն եւ մեր զոհերին։ Սարսափելի դառը հուշեր կան տատիկիցս, պապիկիցս մի խոսքով, եւ հիմա հայ ազգը տառապում է, նույն վիճակը դարեր են անցել 100 տարուց ավել, որ մինչև հիմա հայ ազգը տառապանքի մեջ է զրկված իրեն հողից, ջրից, եւ այսօր էլ մի բուռ հող է մնացել եւ նորից ջարդերը շարունակվում են։ Ինչի ամբողջ աշխարհը չի օգնում հայ ժողովրդին այս վիճակից դուրս գալու։ Հայ ժողովուրդը բարի ժողովուրդ է, տաղանդավոր, ստեղծագործ, բոլոր ազգերի հետ համերաշխ, ուրախ, ստեղծագործող ազգ, եւ հանկարծ այսպես ինչ է կատարվում անմեղ տեղը հայ ժողովրդի հետ, եւ ոչ մի միջոցառում միջազգային մասշտաբով չկա, որ փրկեն այս ազգին այդ վիճակից, մեր ժողովրդին, տառապյալ ժողովուրդը հանգիստ իր հող ու ջուրը վայելի, աշխատի, ստեղծագործի խաղաղ պայմաններում։ Ասացիք Կարսում, հա, այնտեղի ձեր տնից, ձեր պապերի ինչ որ լուսանկարներ, ինչ որ բաներ պահպանվել են Տիկին Մելանյան։ Եղեռնի 100-ամյակի կապակցությամբ 2015 թվականին Տիգրան Համասյանը կազմակերպեց ամբողջ արևմտյան Հայաստանից, Անիից, Ղարս, Անի մինչև Ստամբուլ երկչախմբի հետ միասին, ես էլ եղել եմ այդ խմբի հետ միասին 20 օր արևմտյան Հայաստանի բոլոր եկեղեցիներում Տիգրան Համասյանը դաշնամուրը տեղափոխել է բոլոր քաղաքներում ու եկեղեցիներում տեղադրելով հնչել են բոլոր հայկական եկեղեցիներում հայկական հոգևոր երաժշտություն Տիգրան Համասյանի մշակմամբ իրեն ստեղծագործությունները եւ հնչել են նաեւ Կոմիտասի մեր լավագույն հայկական երաժշտությունը հուշեր են աշնացել եւ ամբողջ արևմտյան Հայաստանում 20 օր Տիգրան Համասյանը կազմակերպել է Եղեռնին այդ 100-ամյակի կապակցությամբ հուշ համերգները ինքը տվել, ես էլ մասնակից եմ եղել այդ համերգներին։ Տեսեք 111 տարի է անցել եւ այսօրվա Թուրքիան, որի նախնիներն են գործել այդ ոճրագործությունը, չի ճանաչում, հա, հայոց ցեղասպանությունը, չնայած նրան, որ աշխարհի ավելի քան 3 տասնյակ պետություններ ճանաչել են, դատապարտել են, ձեր կարծիքը, հա, պետք է ճանաչի, առերեսվի պատմության այդ էջի հետ, որպեսզի չկրկնվեն այլ ցեղասպանություններ, այսինքն պատասխանատվության ենթարկվի։ Ինձ թվում է, որ այսօր ամբողջ աշխարհը պետք է կանգնի հայ ժողովրդի կողքին, օգնի հայ ժողովրդին, որտեղ հայ ազգը ոչ մի ազգի վնաս չի տալիս, ոչ մի անգամ պատերազմական գործողություններ, ոչ մի չար բան Ադրբեջանի թուրքերի դեմ չի արել, բայց թուրքերը մինչև այսօր հայ ժողովրդին աշխատում են սպանել, ոչնչացնել, մինչև այսօր ես ու իմ երեխաները, մեր զավակներն ենք տեսնում այդ ջարդը, այդ սպանությունը, ինչքան զոհեր, այդքան անմեղ զոհեր հիմա հաշվել հնարավոր չէ, գնացեք Եղեռնի այդ զոհերի դամբարանները ուղղակի անհնար է, ինչու ամբողջ աշխարհը չի աջակցում հայ ժողովրդին, որպեսզի դուրս գա այս վիճակից, պաշտպանի, միայն պաշտպանի, հայը չի հարձակում, կյանքում չի կատարել, ոչ մի ազգի վնաս չի տվել, ստեղծագործ բոլոր ամբողջ աշխարհում ծրված միայն աշխատում է հայկական ամեն ինչը
նվիրաբերում է, կատարում է աշխատանք, բարի գործեր, բայց այսօր հայ ժողովրդին օգնող չկա, որպեսզի կարողանանք այս ցեղասպանությունը, որը շարունակվում է մինչև օրս եւ մենք ենք տեսնում այդ ջարդերը, այդ զոհերը, մեր երեխաներն են հիմա զոհվում, բայց պետք է ամբողջ միջազգային հանրությունը կանգնի, օգնի, որ վերանա աշխարհում այս չար պատերազմները խաղաղություն լինի եւ հայ ժողովուրդը կարողանա ազատ շնչել իր հող ու ջրի վրա ապրել։ Ես խնդրում եմ, կոչ եմ անում, օգնեք մաշտիկ, ամբողջ աշխարհի մաշտիկ պետք է օգնեն հայ ժողովրդին այս վիճակից դուրս գալու համար եւ պատժեն այն ցեղասպաններին, որոնք որ սպանում են եւ նրանց նկատմամբ ոչ մի միջոցառում չկա, բայց եւ հայ ազգին օգնող չկա եւ միջոցառում, որպեսզի արգելվի նման երևույթներ այլևս չկրկնվեն։ Մեր զավակները, մեր երեխաները այսօր տառապում են այդ հետևանքների համար։ Եվ կխնդրեմ ձեր պապի անուն ազգանունն էլ հնչեցնեք մեր եթերում ու մեզ ասեք նա գաղթի ճանապարհին է զոհվել, թե մորթվել է հենց իր տանը։ Գաղթի իրեն հենց խարսում են սպանել Հայրաբեջյան Ալեքսան է եղել պապիս անունը եւ նա սպանել են, ես չգիտեմ արդեն ինչ ձևով են սպանել, բայց տատիկս մենակ բերել է իր տեկոր եւ եղբոր երեխաներին 15-ից ավել երեխաներ բերե հասցրել է Գյումրի եւ պահպանել է մինչեւ վերջ ես տեսել եմ նրանց մեջ տանը, որպես իմ հարազատ հոր եղբայր, հորաքույր, մորաքույր, տատիկս պահել է բոլորին մինչեւ իրեն մահը։ Շատ շնորհակալություն տիկին